Թիֆլիսի հարուստ ապրանքագետ Հովսեփ Փարաջանովը 1924 թվականի հունվարի 9-ին որդի է ունենում։ Որդվանում է դնում են Սարգիս, Սուրբ Սարգսի պատվին։ Այդ անունով եկեղեցին Փարաջանովների տան հարևանությամբ էր։ Մանկության տարիներից սկսած տեղային շրջապատում են բացառիկ գեղեցկության արժեքավոր հնադարյան իրեր։ Դրանցով նա կարող էր ժամեր շարունակ հիանալ։ Առավոտյան, երբ հայրը տանում էր, Սարգիսը հարազատի պես հրաժեշտ էր տալիս դրանց։ Երկու դուստրերից հետո որդի, որը իհարկե կգնա իր հետքերով եւ կշարունակի իր գործը, երազում է հայրը։ Բայց որդին ընտրում է արվեստի իր ճանապարհը։ Դպրոցին զուգահեռ նա սովորում է խորեոգրաֆիկ ստուդիայում։ Ապա ընդունվում է Երկաթգծային տրանսպորտի ինստիտուտ, որը շատ շուտ թողնում է, ընդունվելով Թբիլիսիի երաժշտական կոնսերվատորիայի վոկալի բաժին, 3 տարի այնտեղ ուսանում։ Իսկ 1945 թվականին ընդունվում է Մոսկվայի կինոինստիտուտ, ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժին, Իգոր Սավչենկոյի արվեստանոց։ Փարաջանովի ուսանելու տարիներին զարմանալի կուրս էր հավաքված։ Օզերով, Ալով, Նաումով, Խուցիև։ Այս անունները հետագայում կամրագրվեն սովետական կինոյի պատմության մեջ։ Մի անգամ Փարաջանովը ընկերներին Ցումի հանրախանութում ծանոթացնում է մի թաթար գեղեցկուհու, Նիգյարի հետ, ով վաճառողուհի էր։ Սերգեյն ամեն օր գնում էր հանրախանութ, ժամերով հիանում նրանով։ Դեռ մանուկ ժամանակ գեղեցկուհուն նշանել էին մի թաթարի հետ, որի համար ընտանիքը կալիմ էր ստացել։ Սակայն Սերգեյն անդերդվելի էր, ու նա համոզում է Նիգյարին փախչել։ Սիրահարների երջանկությունը մի քանի շաբաթ է տևում։ Աղջկա եղբայրները, տեսնելով, որ քույրն իրենց չի հնազանդվում, պատժում են նրան։ Վայրի ավանդույթի համաձայն եղբայրները քրոջը կապում, գցում են գնացքի տակ։ Այս կորուստը Փարաջանովը կրում է սրտում մինչև կյանքի վերջ։ Նիգյարի ողբերգական մահից որոշ ժամանակ անց նա օպերատորներ Վադիմ Վերեշչագի եւ Սուրեն Շահբազյանի հետ նկարում է Անդրիեշ մոլդովական ֆիլմ հեքիաթը, որը նվիրում է կորցրած սիրելիին։ ՎԳԻԿ-ն ավարտելուց հետո Փարաջանովը Կիևի Դովժենկոյի ստուդիայում նշանակում է ստանում։ Ալեքսանդր Դովժենկոյի, կինոյի մեծ պոետի անունը Փարաջանովը իր ուսուցիչներից միշտ առաջինն է նշում։ 1955 թվականին Փարաջանովի կյանքում հեղափոխություն է տեղի ունենում։ Սվետլանա։ Ռուս դիվանագետի դուստրը ընդամենը 17 տարեկան էր, երբ ամուսնանում է ռեժիսորի հետ։ Սվետլանան սովորում էր ինստիտուտում, Փարաջանովը կինոստուդիայում աշխատանք էր փնտրում։ Փող ընդհանրապես չկար։
բայց հենց հայտնվում էր աղմկոտ տոնախմբություններ էին սկսվում։ Սվետլանան 5 տարի է կարողանում դիմանալ ամուսնու էքսպրեսիվությանը։ 1961 թվականին վերցնում է որդուն եւ լուր հեռանում ռեժիսորից։ Ոչ Փարաջանովը, ոչ էլ Սվետլանան այդպես էլ չեն ամուսնանում, բայց ճակատագրի բերումով նրանք մեկ-մեկու համար մնում են որպես լավագույն ընկերներ եւ ճակատագրի ամենածանր պահերին ճշմարիտ հարազատի պես սատարում են իրար։ «1964 թվականին Կիևի կինոստուդիայում մի հրաշք հայտնվեց, մոռացված նախնիներից թվերները։ Փարաջանովի կինոպոեմը ողողված էր գույնով ու կենդանությամբ։ Սովետական կինոէկրանը նման բան դեռ չէր տեսել։ Այնտեղ, ուր Կոցյուբինսկին ավարտել էր իր համանուն պոեմը, Փարաջանովը սկսել էր շարունակել։ Մինչև ֆիլմի նկարահանումները ռեժիսորը գրեթե 1 տարի ապրում է Կարպատներում, գուցուլների մեջ, ուսումնասիրում նրանց կենցաղը, սովորույթները, բարքերը։ Ու հետո արդեն կինոէկրանին հայտնվում է գուցուլների բնությանն այնքան ներդաշնակ բացառիկ կինոաշխարհը։ Թվում է գուցուլ դերակատարները չեն խաղում, հեղինակը միայն վավերացնում է նրանց։ Փարաջանովը պատմում է, որ Իվանկոյի հոր մահվան տեսարանը նկարելիս սեղանին դրված դատարկ դագաղի շուրջ պիտի իրենց լացը լացեին սգավոր գուցուլները։ Ոչ մի գուցուլ դերակատար չի համաձայնում մի կաթիլ արցունք թափել դատարկ դագաղի մոտ։ Եվ միայն այն ժամանակ, երբ հնարամիտ ռեժիսորը հանգուցալի տեղում պառկեցնում է նկարահանող խմբի հերոսի անունը կրող վարորդին, գուցուլների ողբուկականը բարձրանում է մինչև երկինք։ Գլուխգործոցը արժանանում է Մարտել Պլատի առաջին մրցանակի եւ հետագա ցուցադրությունների ժամանակ արտերկրյա փառատոներում բազմաթիվ մրցանակներ է ստանում։ Սովետական կինոյում նոր անուն էր հայտնվել։ Այս անունը անսովոր էր, փայլուն, վախեցնող։ «1965 թվականին Փարաջանովը գրում է նոր սցենար Կիևի մասին, կիևյան որմնանկարները եւ հասցնում է նկարել 20 րոպե։ Սակայն այսքանն էլ բավական էր հասկանալու համար, որ անսովոր այս վարպետը նորարար է լինելու համաշխարհային մեծ կինոյում։
Ես այլախոհ չեմ։ Ես արվեստագետ եմ, նկարիչ։ Իմ միակ ցանկությունն է ֆիլմեր նկարել։ Ֆիլմեր ողողված գեղեցիկով ու սիրով։ Խորհրդային միության ձևակերպված խմբագրված հասարակարգում դժվար էր պատկերացնել ազատ ստեղծագործողի, որի տիրույթը սահմաններից դուրս է։ Պետքինոյի ղեկավարությանն անկառավարելի ռեժիսոր նորարար հարկավոր չէր։ 1965 թվականից սկսած Փարաջանովայի իշխանությունների նշանառության տակ էր։ Փարաջանովին հնարավորություն է ընձեռվում Երևանի գիտահանրամատչելի և վավերագրական ստուդիայում նկարել Հակոբ Հովնաթանյան ֆիլմը։ Այս 8 րոպեանոց անձայն պատկերաշարում արդեն վարպետի վստահ ձեռագրով հյուսվում են նկարչի կտավները։ «1968 թվականին Փարաջանովի հաջորդ ֆիլմը «Նռան գույնն» էր դառնալու։ Գեղեցիկի ու սիրո մի իսկական շտեմարան դարձավ այս կտավը, որը համաշխարհային կինոյում բացառապես նոր խոսք էր, նոր լեզու։ Շուրջ 1 տարի շարունակ ֆիլմի նկարիչները Հայաստանի ամենատարբեր վայրերից հավաքում էին զանազան բացառիկ իրեր՝ կարպետներ, գորգեր, զարդեր, հնագույն կահ-կարասի։ Ռեժիսորը դրանցով հյուսում է հայազգի աշուխ Սայեդ Նովայի աշխարհը։ Ու պարզում է, որ ֆիլմը միայն երգիչ պոետի մասին չէ։ Սա գեղեցիկի ու սիրո արարչի աշխարհն է, ուր կադր առ կադր, պատկեր առ պատկեր հավաքվում են կարծես թե իրար հետ կապ չունեցող պատկերներ։ Միայն թե վերջում դրանք խճանկարի պես ամբողջանում են։ Փարաջանովը երազում էր նկարել ֆիլմ Հայաստան աշխարհի մասին։ Նա ցանկանում էր իր նկարին տալ աշխարհումս վերնագիրը։ Աշուղի երգից վերցրած բառը անշուշտ ավելի էր ամբողջացնելու և տարածելու այս կինոաշխարհի սահմանները։ Ի սկզբանե որոշված էր, որ ֆիլմը կոչվելու է հենց Սայեդ Նովա, բայց ազատ պատումի պատճառով հայ կինոգործիչները անհանգստանում են, թե պետքինոն կարգելափակի կինոն և անվանում են «Նռան գույնը»։ Սովետական կինոյում թերևս ոչ մի նկարի կցված չեն եղել այդչափ խմբագիրներ և գրաքննիչներ։ Անհաշվելի փոփոխություններից հետո ֆիլմը այնուամենայնիվ ընդունվում է։ Iisus Hristos ասե ամեն ամեն ասեմ ձեզ եթե ոչ հատը ցորենո անջալ երգիր մերանիցի ինքն միայն կա ապա թե մերանիցի բազում արդյուն սարնե որ սիրես անձն յուր արձագեզնա և որ ատյազ անձն յուր աշխարի սասմիկ իգյաս սավիդենական սպայեսեզնա եթե ոգզիս պաշտեսցե ըզգնիմ եգեսցե և ուր ես նեման և պաշտոնայն իմ եղիցի եթե ոգզիս պաշտեսցե պատվեսեզնա Սերգեյ Յուտկևիչը ստանում է հանձնարարական վերամոնտաժել
ըստ աշխուժի կյանքի ժամանակագրության հավաքել ֆիլմը։ Շատ տեսարաններ անհետ կորչում են, ֆիլմի կառույցը փոխվում է։ Բայց միևնույնն է, սովետական ստանդարտին սովոր կինոչինովնիկներին առնվազն սարսափեցնելու էր ռեժիսորի երևակայության այս զարմանահրաշ հրավառությունը, ու ֆիլմը արգելվում է։ Ժողովրդին նման կինո հարկավոր չէ ձևակերպմամբ, պետք կինոն մերժում է դրա ցուցադրությունը, եւ այն 4 տարի փոշոտվում է դարակներում։ Եվ մեկ էլ ընդհանրապես արգելվում է դրա ցուցադրությունը։ Այս անգամ պատճառն ավելի քան լուրջ էր։ Ռեժիսորին ազատազրկում են մեղադրելով արվամոլության մեջ։ Թմրամոլներ, հանցագործ գողեր, մարդասպաններ, այլասեռամոլներ։ Այսօր դա իմ կյանքն է։ Պետք է Դոստոևսկու գրչի տաղանդն ունենաս, որ կարողանաս պատմել այն ամբողջ սարսափն ու ամոթը, որ կա այստեղ։ Իմ ձերբակալությունը հափշտապ արած գործ է, ինչ-որ անհետ պրովոկացիա։ Ինձ մոտ փնտրում էին տարադրամ, զենք, սրբապատկերներ, թանկարժեք զարդեր եւ բռնաբարված օրիորդներ։ Ամենաուժեղ երևակայության իսկ դեպքում չեք կարող պատկերացնել ուր եմ ընկել։ Եթե նրա արվեստը ներդաշնակության ու գեղեցիկի որոնում էր, ապա կյանքը զոնայում ամենօրյա դժոխք, բարիս ամենաուղիղ իմաստով։ Զոնայում նրան ծաղրում էին բոլորը, գաղութի ղեկավարներն ու ազատազրկվածները։ Դրան գումարվում էին հիվանդ սիրտն ու շաքարախտը։ Բայց անգամ այդ անմարդկային պայմաններում նա ստեղծագործում էր։ Կոլաժը սեղմված ֆիլմ է, ասում էր նա։ Նա շրջանակում էր այդ պատմությունները եւ ստեղծում մեկը մյուսի ետևից շքեղ, կախարդական, զարմանահրաշ կոլաժներ։ Հավաքում էր չորացած ծաղիկներ, բացիկներ պատրաստում ու նամակների մեջ ուղարկում ընկերներին։ Զոնայում նրանից գողանում էին մատիտները, իսկ նա հավաքում էր կաթի շշերի փականները եւ դրանցով ստեղծում իր թալերները Պետրոս Առաջինի, Պուշկինի, Գոգոլի դիմանկարներով։ Ապրել ռեժիսորին ստիպում էր միայն գեղեցիկի անսահման կարոտն ու ծիծաղել կարողանալը։ Փարաջանովի արվեստի երկրպագուները ողջ աշխարհից համախմբվում են նրան ազատելու համար։ 1977 թվականի դեկտեմբերի 30-ին նա վերջապես ազատ է արձակվում։ Լիլիա Բրիկի ջանքերի եւ Բրեժնևին Լուի Արագոնի կատարած միջնորդությունից հետո։ Նա հասցրել էր կինոսցենարների մի ամբողջ շարք գրել, բայց դրանցից ոչ մեկը այդպես էլ չի ռեալիզացվում։ Որպեսզի իմ դեմ գործ հարուցեին, ինձ մեղադրեցին գող հանցագործ լինելու մեջ, հակասովետական լինելու մեջ։ Ինձ հայտարարեցին հոմոսեքսուալիստ եւ դատեցին։ Այսօր ես ազատ եմ, աշխատանք չունեմ։ Վախենում եմ տնից դուրս գալ, որ չայրեն կտավներս։ Գոյության իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ։ Բանտում դեռ իմ կյանքը ինչ-որ իմաստ ուներ, իրականություն, որ պետք է հաղթահարես։ Իմ այսօրվա կյանքը անիմաստ է։ Ես չեմ վախենում մահից, բայց այս տեսակ կյանքը մահից էլ դաժան է։ «1981 թվականին Մոսկվայում ելույթից հետո Վրաստանում ռեժիսորի դեմ նորից քրեական գործ են հարուցում։ Պայմանականորեն ենթարկում են 5 տարվա ազատազրկման,
Որոշումը մեղմացնում են նորից համախմբված ընկերները։ 8 ամիս անց Փարաջանովը ազատ է արձակվում։ Երկու տարի անց Փարաջանովին թույլ են տալիս վերադառնալ կինեմատոգրաֆ։ Այդ ժամանակ հայտնի դերասան Դավիթ Աբաշիձեի հետ Փարաջանովը նկարահանում է Լեգենդ Սուրամի ամրոցի մասին իր երրորդ գլուխգործոցը։ Այս կինոնկարում փայլում է մեծ վարպետի ոգու համառությունը։ Ֆիլմը հենց պատմություն է այն մասին, ինչպես մարդը չի կոտրվում, չի կորչում տեղատարապ դժբախտություններից, կարողանում է ցավը դարձնել զրահ ու աղտից կերտել գեղեցիկը։ Վրաց հնագույն ավանդույթի համաձայն տաճարները կանգուն պիտի մնային, եթե նրա պատերում ողջ զմռսեին մարդու։ Ֆիլմի պրեմիերան կայանում է 1985 թվականի մարտին։ Խորհրդային երկրի սահմաններից դուրս այն ավելի մեծ հաջողությունների է արժանանում։ Միջազգային կինոփառատոներում ֆիլմին բարձրագույն մրցանակներ են շնորհում։ Мать земля. «1986 թվականին նկարահանած Աշիկ Քերիպ նկարում Փարաջանովը հեթանոս աստվածություններից մինչև տիրոջն ու որդուն գտածի հրաշքով փակում է իր կինեմատոգրաֆը։ Աստված մեկ է։ Հայտնվում է լուսագիրը կինոնկարի ավարտին։ Այս նախադասությամբ նա փակում ու հանրագումարի է բերում իր ողջ արվեստը։ Աղավնին նստում է ամենատես կինոխցիկի վրա։ Մի կադրով ռեժիսորը ամփոփում է հավերժի գոյությունը։ Իր առաջին ֆիլմից սկսած մինչև վերջինը Փարաջանովի ողջ արվեստը երկխոսություն է Աստծո հետ։ Ճշմարտության ու գեղեցիկի հավերժական իր փնտրումն է։ Եվ եթե նրա առաջին նկարում այս Աստված հեթանոս է, արտացոլված տարեշները հեթանոսական մաննացումներ են հիշեցնում՝ ջուր, կրակ, արև, լուսին, փայտ, ապա գուցուլ երկու սիրահարների ողբերգական սերը հետագա նկարներում վերածնվում ու հառնում է քրիստոնյա Աստծո մեջ։
Նրան գույնում նա փնտրումը գտնում է ճշմարիտ տիրոջ իր ճանապարհը։ Արվեստը Փարաջանովի մակարոնն էր հասկանալ, բացահայտել, գտնել վերին ճշմարտությունը։ Պարզել բարին ու չարը, պարզել սկիզբն ու վերջը, որն է անմահությունը, ինչն է փրկությունը, ուր է հավերժը։ Իստեղծագործ գերբնական ուժով նա տալիս է այս հարցերը եւ գտնում դրա պատասխանները։ «1989 թվականին Փարաջանովը սկսում է իր խոստովանություն հերթական նկարը, որը պետք է ինքնակենսագրական լիներ։ Սակայն այն ավարտել այդպես էլ չի հասցնում։ Փարաջանովը վախճանվում է 1990 թվականի հուլիսի 21-ին Երևանում։ Նրա ողջ կյանքը թատրոն էր։ Այդ թատրոնի գլխավոր դերակատարն ու բեմադրիչը ինքն էր։ 20-րդ դարի վերջին հանճարը Սերգեյ Փարաջանով։ Մարդ առեղծված, մարդ աղմուկ, մարդ ողբերգություն։